Այսօրվա պատգամը հետարքիր վերնագիր ունի, կոչվում է այսպես քրիստոնյայի կամ հավատացյալի 7 քննությունները։ Քուրեր եղբայրներ, ուզում եմ հայտարարել, որ քննություն ունենք հանձնելու առջևում։ Երբ որ լսում եք քննություն, ովքեր որ ուսանող չեն եղել, իրանց ոչինչ դա չի տալիս։ Բայց ովքեր որ ուսանող են եղել, այդ բառը որ լսում էին, ինչ էին զգում, լարվածություն, չէ, հավաքվում ենք։ Կամ էլ երբևէ եղել է քննիչի մոտ, չեք եղել, Աստված չանի, բայց ինչ որ գործերով, ինչ որ մի իրավիճակների մեջ կարող ենք հայտնվել։ Երբ որ մեկը գնում է քննիչի մոտ, կոնյակ բամբաներկայով չի գնում, ուրախ, զվար, նստած ոտքը ոտքին գցած եւ հանգիստ զրուցում, լարվում ես, որովհետեւ հարցեր են տալիս քեզ, որ տարօրինակ են քեզ համար։ Մենք Աստծո մոտ քննության պետք է գնանք եւ 7 քննություն, որ պետք է հանձնենք ըստ Աստծո խոսքի։ Մենք կնայենք դա։ Մի քանի օր առաջ խոսում էի իմ շատ սիրելի ընկեր, շատ հարազատ մտերիմ անձնավորություն, ով հոգևորական է, քահանա է։ Եվ հետարքիր վկայություն տվեց, ասում է մեր քաղաքում մի խնդիր առաջացավ քաղաքապետի հետ, իմ տան հետ կապված եւ իր դիրքի հետ կապված եւ անդադ գնում, գալիս է, չի կարողանում այդ հարցերը լուծել, թղթաբանություն, տուգանքներ, լիքը հարցեր։ Ասում եմ մի օր այնքան բարկացա, մտա դուռը բացեցի, մտա մոտը եւ մատով ես ցույց տվեցի, ասի Աստված քեզ դատաստան անի ու դուրս եկա։ Երբ որ դուրս եկա, ասում եմ հաջորդ օրը լուրերից իմացա, որ ոստիկանները եկան, թևերը ոլորեցին, սրան տարան, դատեցին։ Մի պահ ուզում է ուրախանայի, բայց Սուրբ Հոգին խանգարեց իմ ուրախությանը։ Ասես դու էլ Տեր հայր ես կոչվում, դու էլ քահանա եւ հոգևորական ես, եւ այսքան տարվա մեջ մի օրհնություն անգամ չունեիր այդ մարդուն տալու, որ դատաստանով իրեն սպառնացիր։ Եվ ասում եմ, ես գետինը մտա ամոթից Տիրոջ առաջ, երեսս կախեցի եւ ասացի Տեր, ես ոնց պիտի քո առաջ կանգնեմ, պատարակ մատուցեմ, ես էլ քահանա եմ, բա ուր մնաց իմ օրհնությունը։ Եվ ասում եմ, հասկացա մի կարևոր դաս, քննությունս չհանձնեցի։ Եվ պիտի գլուխս կախ գնամ եւ նորից սովորեմ օրհնելու դասը։ Առաջին Պետրոս առաջի գլխի 7-րդ խոսքում Պետրոս առաքյալը խոսում էր հավատքի եւ ոսկու մասին։ Եվ ասաց, որ փորձված հավատքը ավելի թանկ է։ Այստեղ գրված է ձեր հավատի փորձառությունը, բայց հավատը փորձառություն չի կարող ունենալ առանց փորձության։ Իրական անգլերենում, հունարենում, ռուսերենում շատ տարբեր տեղերում գրած է հավատի փորձությունը, ոչ թե փորձառությունը, բայց երկուսն էլ ճիշտ է, որովհետև երբ որ մենք փորձվում ենք, ինչ ենք ձեռք բերում, փորձառություն, երբ որ մենք չենք տապալում քննությունը։ Ձեր հավատի փորձառությունը ավելի արժեքավոր լինի, մեկ այդտեղ գրված է ավելի թանկ լինի, քան կորստյան ենթակա ոսկին։ Ինչ կա ոսկուց ավելի թանկ այս աշխարհում։ Տնտեսությունները հիմնված են ոսկու վրա, գումարները չէ, փողերը հիմնված են ոսկու վրա։ Աստծո խոսքն էլ ասում է ամեն բանի պատասխանը ինչն է տալիս, ոսկին է տալիս։ Բայց մի բան կա, որ ոսկուց ավելի թանկ է, քույրեր եղբայրներ, դա հավատքը չի, դա փորձված հավատքն է։ Փորձված հավատք, քննված հավատք։ Աստված չի ուզում, որ դու միայն փրկված լինես, Աստված ուզում է, որ դու նաև փորձված լինես։ Մի քանի մի երկու ամեն կար ընդամենը։ Աստված ուզում է, բայց ես չեմ ուզում։ Աստված ուզում է, որ դու կոփված լինես, Աստված ուզում է, որ դու փոխված լինես, ոչ միայն փրկված, այլև փոխված, համաձայն եք թե չէ։ Շատերը փրկվում են, բայց այն փոփոխությունը, որ պիտի լինի, չի լինում իրաց կյանքի մեջ։ Հիմա երբ որ խոսում են քննության եւ փորձության մասին, սրանք հոմանիշներ են, քույրեր եղբայրներ, այս բառերը հայերենում մի քիչ ծանր է հնչում, փորձություն։ Անգլերենում նույն բառն է։ Գիտեք անգլերեն փորձություն բառը ինչ է։ Ովքեր գիտեն անգլերեն։ Test,
Հա, թեստ։ Դե լավ, դրա եղածը մի բան չի։ Թեստ նշանակում է քննություն, փորձություն, քննել մի բան, փորձել մի բան։ Եվ երբ որ հայերենում խոսում ենք փորձության մասին, մի անգամից չգիտեմ ինչու մտածում ենք փորձանքի մասին։ Բայց դա էլ քննություն է։ 7 քննություն, որ այսօր մենք կնայենք, որ Աստված ուզում է, որ մենք դրանցով անցնենք։ Ինչու համար է կարևոր, որ հավատացյալը թեստ հանձնի։ Օրինակ, երբ որ մեկը ասում են ոստիկան, ասում է խմած ես, ասում է չէ, ասում է դե լավ, հեսա կստուգենք։ Ինչ է անում, արյան թեստ պիտի հանձնես։ Երբ որ գնում ես արյան թեստ հանձնելու, դա միայն արյան համար չի, այլ արյան թեստը ինչ է անում, ցույց է տալիս քո օրգանիզմի վիճակը, քո առողջության վիճակը։ Անգամ կարող է ցույց տալ ապագա քո հիվանդությունները, ինչ է սպառնում քեզ։ Հիշում եք Դավիթը Սաղմոսի մեջ ասում է. «Քննիր ինձ, ով Աստված»։ Քննիր ոչ միայն նշանակում է սենց աշկերը կկոցելով նայել ուշադիր, այլ նշանակում է քննության ենթարկիր ինձ Տեր։ Եվ տես արդյոք ինչ կա իմ մեջ, որ քո դեմը եւ քեզ կարող է հակառակ լինել։ Քննել, ինչու համար է կարևոր, որ քրիստոնյան անցնի այդ քննությամբ եւ ինչն է այդ քննությունը եւ փորձությունը։ Հիշում եք Տեր Հիսուսն ասաց, որ բացի Սուրբ Հոգու մկրտությունից մի մկրտություն էլ կա, որ որքան են փափագում։ Եվ նա եկել էր, որ մեզ հոգով եւ կրակով մկրտի։ Ես չեմ հավատում, որ այդ կրակը խանդավառությունն է, որ մեկը գոռալով քարոզում է, ասում են, «Էս ինչ կրակոտ քարոզի չէր»։ Բայց իրականում իր քարոզը կարող է բարերի կույտ լինի։ Վերջում հարցնես, ասես, ինչի մասն էր, չգիտեմ, չեմ հիշում, բայց լավ էր գոռգոռում եղբայրը։ Դա չի։ Դա այն կրակն է, որի միջով դու պիտի անցնես։ Եվ Եսայայի մեջ գրված է, երբ որ անցնես կրակներով։ Աստված դա նախատեսել է, նա չի ասում եթե, այլ երբ որ անցնես, ամեն մեկս մեր կյանքի մեջ ունեն քննության ժամանակ։ Եվ ինչու կրակը, որովհետև առաջին Կորինթացիների 3:13-ում առաքյալն ասում է ամեն բան կրակը կհայտնի։ Ամեն բան կրակը ցույց կտա, թե քո որակը ինչպիսին ես դու։ Մի ժամանակ դրա մասին խոսել ենք, հիմա շատ չենք մտնի այդտեղ, բայց ուզում եմ հետևյալն ասել. Աստված փրկում է շատերին, բայց գործածում միայն նրանց, ովքեր անցել են կրակի միջով։ Աստված շատերին կարող է փրկել, բայց ամեն մեկը չի անցնի այդ կրակի միջով, ամեն մեկի գործը չի դիմանա, ասում է ինքը իբրև թե խանձված մի կերպ կփրկվի, բայց իր գործը կայրվի, բայց Աստված գործածում է նրանց, ովքեր հրակայուն են, ովքեր կրակներով են անցնում եւ անցել։ Հավատք եւ փորձված հավատք։ Կա տարբերություն այս երկուսի մեջ։ Հավատք եւ փորձված հավատք։ Երբ որ մեկին մենք մի խորհուրդ ենք տալիս, ինչ որ առևտրի մեջ, ապրանքի մեջ, ընտրության մեջ, որոշման մեջ, եկեղեցու մեջ անգամ, երբեմն կարող ենք ասել արխային գնա վերցրու, փորձված է։ Ես ինքս փորձել եմ, ես ինքս փորձառել եմ, փորձված հավատք։ Դա թանկ հավատքն է։ Հետևաբար կա նաև էժան հավատք եւ կա թանկ հավատք, որը ավելի թանկ է, քան ոսկին։ Եվ Աստվածաշունչը դրան անվանում է կորստական ոսկի։ Կան բաներ, որոնք ոսկու նման են, բայց ոսկի չի։ Ինչպես ենք պարզում այդ ամեն ինչը։ Ուր է Պարքև այստեղ է, ոսկերի չմասնագետը։ Հա, կրակն է ցույց տալիս որակը։ Չէ, երբ որ անցնում է հալոցքով, Աստված չի ուզում, որ դու բիժուտերիա լինես, փայլես գեղեցիկ, բայց երբ որ կրակը գա հալվես եւ թափվես։ Շատերի հավատքն այդպիսին է, գեղեցիկ եւ գիտեք ինչն է գեղեցկացնում այդ հավատքը, մեզ բիժուտերիա դարձում, մեր դավանությունը, մեր հռչակումները, մեր տեսքը, մեր կրոնական կերպարը զարդարում ենք մենք։ Մենք գիտենք ինչպիսի արտահայտություններ օգտագործենք, ասենք, Տեր օրհնի քեզ եղբայրս, բայց երբ որ այդ եղբայրը ոտքիդ վրա է կանգնում, այդ ժամանակ կպարզվի, Տերը օրհնի, թե Աստված կդատի քեզ։ Հիշում եք Հիսուսի մասին էլ ասվում է, որ նա չսպառնաց դատաստանով։ Ամեն դեպքում փորձված հավատք։ Եվ ինչ ենք տեսնում մենք այստեղ, երբ որ այդ հավատքը փորձվի,
ձեռք կբերի ուշադրություն, նայեք, ոչ թե հավատք, այլ փորձված հավատքը ձեռք կբերի առաջին ինչ, գովք, ով է գովելու, մարդը քեզ չի գովելու, դու էլ քեզ չես գովելու, շատերը սազ իրանց ձեռք իրանց գովքն են երգում, շատերն էլ ուրիշներին են ստիպում, որ իրանց գովքը երգեն, բայց գովելի այն ծառան, ում տերն է գովում, գովք ձեռք կբերի, ուզում եք գովք ձեռք բերեք, ով է փափագում այն երանելի օրվան, երբ որ Տերը կասի բարի եւ հավատարիմ ծառա, ում Տերը նրան կգովի։ Աստծո խոսքն ասում է թող քո բերանը քեզ չգովի։ Ձեռք կբերի գովք, ձեռք կբերի պատիվ, ով նրան այս պատվին կարժանացնի, պատիվ կտա։ Մարդիկ մեզ պատիվ են տալիս, հետո պատին են տալիս։ Պատիվ եւ երրորդը ես ամաչում եմ այս բառից փառք Հիսուս Քրիստոսի հայտնության ժամանակ երբ որ նա կհայտնվի շատերս փորձում ենք արագացնենք այդ հայտնությունը որ շուտ ձեռք բերենք դա կամ սարքենք այդ հայտնությունը բայց դա կեղծիք է, դա բիժուտերիա է լինելու։ Բայց երբ որ Հիսուսը հայտնվի, ամեն մեկի գործը կհայտնվի եւ վարձքը, գովք, պատիվ եւ փառք։ Միտեղ կա ես շատ երկյուղով կասեմ, չենք մնա ու արագ կգնանք։ Աստված ասում է ինձ փառավորողներին, ես ինչ կանեմ։ Բայց դա մեր արժանիքը չի։ Դա մերը չի։ Էլի ինչ որ փառքն էլ դա մեր փառքը չի։ Դա նրանն է, որտեվ նա է արժանի փառքի եւ պատվի։ Այդ փառքը, երբ որ Աստված քեզ կտա, մարդիկ կան, որ փառքից ինչ են անում, իրանց կորցնում են, չէ՞։ Կորցնում են, ուրանում են, ուրիշներին, մյուսներին։ Երբ որ Աստված քեզ փառքը տա, խորհուրդ տամ հիմա որպես հովիվ հիշեք դա, դատաստանի օրն էլ, հատուցման օրն էլ հիշեք դա, չպահեք ձեզ։ Վերադարձրեք փառքի Տիրոջ։ Հիմա էլ, միշտ էլ այդպես պետք է լինի, որովհետև ումն է փառքը, պատիվը, զորությունը, գոհությունը, իմաստությունը Տիրոջը եւ նրա գառնուկին։ Վերադարձրու նրան եւ մի պահիր քեզ։ Հիմա փորձված հավատք։ Ինչ է նշանակում փորձված հավատք։ Ով է փորձում մեր հավատքը։ Ինչու է Աստծո խոսքը ոսկու հետ համեմատում, որ անցնում է կրակի հնոցով, ինչու մեր հավատքն էլ ոսկու պես պետք է փորձվի, որպեսզի մաքրվի, զտվի եւ որքան կրակը թեժ է, այնքան ոսկու հարգը բարձր է։ Որքան ոսկու հարգը բարձր է, այնքան ոսկու արժեքը բարձր է։ Որքան ոսկու հարգը բարձր է, այս Սեդան մի անգամ ինձ հուշեց, հարգանք բառը գալիս է հենց այս հարկ բառից։ Երբ որ քո պրոբը բարձր է, հարգանքից աստիճանն էլ բարձր է լինում։ Եվ իհարկե Աստծո կողմից կարող է մարդիկ քեզ չհարգեն, անարգեն, բայց ամեն դեպքում ով է փորձում մեր հավատքը։ Հունարեն այս փորձել բառը դոկիմիոն բառն է, որ դες ոչինչ չի ասի, որտեղ հույն չենք, բայց թարգմանաբար նշանակում է դոկիմիոն, փորձված, ապացուցված, քննություն անցած, հուսալի, վստահելի։ Հիշում եք սովետական ժամանակներում, երբ որ կար պետական վերահսկողություն ապրանքների վրա, մի հատ պեչատ էին խփում, գոստ էր, թե օտեկա, ինչ էին ասում։ Знак качества, ՕՏԿ, ԳՈՍՏ, գասուդարստվնի ստանդարտ, չէ, պետական ստանդարտ էր հաստատվում, որ պետությունն ասում է, անգլերենում դրան ասում են quality pass, այսինքն որակավորման սերտիֆիկացիա ունի ինքը, հանձնել է քննությունը, թեստը եւ որակյալը, երաշխիք ունի, որտեւ երբ որ այդ պրոբը կա, այդ կնիքը կա, դրա հետևում կանգնած է արտադրողը, որ ասում է ես երաշխավորում եմ, որ եթե մի բան լինի, տեր եմ ես։ Դա է փորձված հավատքը։
փորձված հավատք, այսինքն ապացուցված հավատք, քննությունն անցած հավատք, հուսալի հավատք, վստահելի հավատք։ Եվ այս կյանքում հավատացյալն անցնում է տարբեր փորձությունների եւ քննությունների միջոցով ամեն օր մենք կարող ենք դա փորձառել։ Հիմա ո՞րն է քննության նպատակը, որպեսզի ստուգվեն մեր գիտելիքները, մեր սովորածը եւ մեր որակը, համաձայն եք թե չէ։ Եվ այսօր մենք միասին 7 հոգևոր թեստով կանցնենք, մի ուրախացեք, հիմա չենք հանձնելու թեստը, ասեք եկեղեցում ինչ լավ է, հեշտ է, կհուշենք իրար, կօգնենք իրար, թեստը կհանձնենք։ Այդ թեստը աշխարհում եք հանձնելու, եկեղեցուց դուրս։ Եվ առաջին թեստը, առաջին քննությունը, որ մենք պետք է հանձնենք, հետևյալն է՝ հավատքի քննություն։ Սա կարևոր է։ Հավատքի քննություն երբ է սա լինում, այն ժամանակ, երբ ուշանում է պատասխանը, դա նշանակում է, որ հավատքի քննության ժամանակն է։ Երբ ուշանում է պատասխանը։ Հռոմեացիներին 4:18 խոսքում Պողոս առաքյալը հավատքի հոր մասին հետևյալը գրեց։ Հռոմեացիներին 4:18-24 կկարդանք։ Ասում է, երբ հույս չկար, երբ հույս չկար։ Երբ որ բժիշկները հույս չտվեցին, երբ որ մարդիկ հույս չտվեցին, երբ որ դու էլ քեզանից հույս չունեիր, երբ հույս չկար, նա Աբրահամը հուսալով հավատաց։ Հետորքիրա, մի հատ մտածեք այս խոսքի մասին, ոչ թե պարզապես հավատաց, հուսալով հավատաց։ Քույրեր, եղբայրներ, հույսը եւ հավատքը երկվորյակներ են։ Նրանք երկվորյակներ են, նրանք միասին են գործում։ Եթե հավատքին մենք հույսից զրկենք, ապա հավատքը կկաղա։ Եթե հույսը առանց հավատքի լինի, կլինի կույր, անհիմն հույս։ Ուրեմն իրանք իրար կարիք ունեն։ Նա հուսալով հավատաց, որ շատ ազգերի հայր է լինելու, ինչպես որ իրեն ասվեց։ Նայեք, ոչ թե ինքը իրեն ասեց դա, ոչ թե ինքը իրեն ներշնչեց դա, ոչ թե գնաց եկեղեցիով ասեց դավանի, ինքը դավանեց, հռչակեց եւ այլն, Տերն էր իրեն ասել։ Ուրեմն մեր հույսը եւ հավատքը պետք է հիմնված լինի Աստծո խոսքի վրա։ Ինչպես իրեն ասվեց, քո սերունդը այսպիսին է լինելու։ Շարունակությունը եւ հավատի մեջ չթուլացավ։ Քույրեր, եղբայրներ, սա է քննությունը։ Երբ որ հույսը թուլանում է, չպիտի թուլանաս հավատի մեջ։ Երբ որ մարդիկ քեզ չեն քաջալերում, հույս չեն տալի, իրավիճակները քո հակառակն են եւ գալիս են, որ թուլացնեն քո հավատքը, ամեն ինչ քո դեմ է, սա է քննությունը։ Հավատի մեջ չթուլացավ իր մարմնին նայելով։ Քույրեր, եղբայրներ, եթե մենք նայենք մեր մարմնին, մենք կթուլանանք։ Շատ անգամ, երբ որ մարդ ուզում է նիհարի մարդը, հետո գնում է կանգնում է կշերքի վրա, տեսնում է մի շաբաթ ինքը տառապել է, հաս չի կերել, մեկը կշերքի վրա կանգնում ես, տեսնում ես, հերիք չի չես նիհարել, մի բան էլ ավելացել ես։ Կարաս այդ բան ինչ անես, թուլանաս։ Բայց կարող ես այդ բան նաև զորանաս եւ ասես մեկը չեմ անձնվելու։ Եվ այդ կռիվը քո փորի հետ է, քո ստամոքսի, քո ախորժակի հետ է, դժվար կռիվ է, բայց ասում է իր մարմնին չնայեց, որովհետև նա էր կթուլանար, որովհետև արդեն մեռածի պես էր իր մարմինը, պատկերացնում եք, գրեթե 100 տարեկան լինելով, հիմա ուշադրություն քույրեր եղբայրներ, կա այստեղ մեկը, որ 100 տարեկան է, ունենք 100 տարեկան, մեկը չունենք 100, ով ամենաբարձրը, մի քիչ չասնեմ, 90 տարեկան ունենք, 80 տարեկան ունենք, մեկը որ 80 տարեկան է, ով է 80 տարեկան, մի փչացեք քարոզս, մեկս ասեք 80 տարեկան, մխտար ասա 80 տարեկան եմ, 83 տարեկան ալվարդ քույր ունենք, Տերը իրան պահի հասցնի Աբրահամի տարիքին և Սառային, ուրեմն, գրեթե 100 տարեկան լինելով և ոչ է Սառայի արգանդի մեռած լինելու նայեց, շարունակությունը, և Աստծո խոստման հանդեպ անհավատությամբ չերկմտեց, այլ հավատով զորացավ
ու փառք տվեց Աստծուն։ Կարող ենք փառք տալ իմ Աստծուն, քրեր եղբայրներ, Աբրահամի նման փառք տվեց Աստծուն։ Աբրահամ ինչ համար ես փառք տալիս Աստծուն, ոչ մի առիթ չունես։ Բայց զորացավ, երբ քրեր եղբայրներ, երբ որ մեր նեղությունների մեջ սովորում ենք Աստծուն փառք տալ, Աստված զորացնում է մեր հավատքը։ Երբեք չեմ մոռանա, որ երբ որ Մղթարն ու Սեդան բժիշկի մոտից եկան վատ լուրով, եւ բժիշկն ասել է դուք երբեք երեխա չեք կարող ունենալ։ Եվ գիտեք իրանք ինչ արեցին, շատ հնարամիտ բան արեցին, ոնց խելքը նային։ Նա ցուցակ կազմեցին եւ սկսեցին աղոթել այն ընտանիքների համար, որոնք երեխա չեն ունենում, որ իրանք ունենան։ Իրանց համար չէին աղոթում, ուրիշների համար էին աղոթում։ Հետո հիշում եք Մղթար եղբայրը կար այդ ժամանակներ մեր թվարկությունից առաջ, որ Մղթար եղբայր փառաբանություններ անցկացնում։ Հիշում եք այդ օրերը։ Սեդան նվագում էր Մղթարը փառաբանություններ կապույտ փարաջան հագած։ Հիմա նայում ենք, ծիծաղում ենք, այն ժամանակ նայում ենք, ասում ենք, «Էս ինչ գեղեցկություն է»։ Հիմա Մղթարին ծեծենքը չի հագնել, շո, այսքան հագը չի լինի։ Բայց իրանք եկան եկեղեցի եւ երբեք տրտմություն ես չտեսա, երբեք տրտունջ չտեսա, երբեք բողոք չտեսա իրանց ներսում։ Թե ինչա կատարում իրանց մեջ այդ Աստված գիտեր, ես գործ չունեմ, բայց իրանց երեսին չտեսա նման բան։ Սկսեցին Տիրոջը փառք տալ։ Երբ որ Տիրոջը փառք տվեցին, Աստված իրանց սերին էին տվեց։ Հետո ավելի սկսեցին փառք տալ, Աստված ասեց սրանց նայի։ Մի հատ էլ Մելինեին ուղարկենք իրանց կյանք։ Հետո էլի փառք տվեցին, հետո Միքայելը հայտնվեց։ Հիմա էլ են փառք տալիս, չգիտենք ինչ կլինի հետո իրանց հետ։ Ամեն դեպքում երեք Վանաձորում էինք եւ մի ռուս քարոզիչ բարձացավ բեմ, ասեց անցած անգամ երբ որ ձեր մոտ էիք, այն տարեկան 50 հիմա 59 Անցած անգամ 54 տարեկան էր, ասես կարծեմ, ասում անցած անգամ որ ձեր մոտ է 54 տարեկան էի եւ ասում երեխեք ունեի, կին ունեմ եւ այլն, հա, բայց ասում աղոթեցիք ինձ համար գնացի տուն, պարզվեց կինս հղի է։ Ասում հիմա ես 59 տարեկան փոքր երեխա ունեմ։ Ու զգուշացնում էր, ասում հիմա չգիտեմ ձեր մոտից էլի գնամ ինչ կլինի կնոջս հետ, բայց կինը դալիճում էր, ասես կին մի հատ կանգնի քեզ տես, կնոջ սանն ասում Նադեժդա է, հույս։ Ասում ես Նադեժդա у меня։ Հույսով եւ հավատ, չէ, վերամ պետք չի այս պարագայում, իսկական հավատք։ Ուրեմն ինչ, զորացավ ու Աստծուն փառք տվեց Աբրահամը։ Շարունակենք։ Եվ իր մտքում համոզված էր, որ նա, ով խոստացավ, կարող է կատարել։ Աստված կարող է կատարել։ Եկեք միասին ասենք, Աստված կարող է կատարել։ Քեզ ասա, Աստված կարող է կատարել։ Հետո շարունակությունը դրա համար էլ նրան արդարություն համարվեց։ Մյուսը բայց ոչ միայն նրա համար գրվեց, նայեք, սա միայն Աբրահամի համար չի։ Ոչ միայն նրա համար գրվեց, որ նրան արդարություն է համարվել, այլև, ասեք, մեզ համար, որ մեզ էլ է համարվելու, որ հավատում ենք նրան, որ մեռելներից հարություն տվեց մեր Տեր Հիսուս Քրիստոսին։ Ուրեմն առաջին հավատքի քննություն, հավատքի փորձություն։ Աբրահամը ստացավ խոստումը, բայց չստացավ խոստացածը, չէ՞։ Մեկ օրվա մեջ ստացավ խոստում, բայց չստացավ խոստման իրականությունը։ Տարիներ էր պետք, բայց նա չթուլացավ։ Նա հավատաց, սպասեց, սխալվեց, բայց չդադարեց քայլել Աստծո հետ։ Եվ Աստված չգովեց Աբրահամի քաջությունը, որտեղ գովալու բան չկար այնտեղ, բայց Աստված գովեց Աբրահամի հավատքը։ Որտեղ նա անցավ քննությունը, որտեղ իր հույսը դրել էր անտեսանելի վրա, Աստծո խոստումների վրա։ Ուրեմն առաջին հավատքի քննություն։ Երկրորդ, եթե հավատ կա, պետք է սիրո քննություն էլ տանք, չէ՞։ Սիրո քննություն։
Եթե հավատքի քննությունը Աստծո հետ է կապված, սիրո քննությունը մերձավորների, մեր շրջապատի հետ է կապված լինելու։ Մատթեոս ավետարան 5:44-ում Հիսուսն ասաց. բայց ես ասում եմ ձեզ, սիրեք ձեր մորքուրի տղաներին եւ քեռու աղջիկներին։ Այդպես է ասում Հիսուսը, ոչ։ Սիրեք ձեր, չեմ կարող ես բառն ասեմ, բայց պիտի ձեր թշնամիներին, օրհնեք ձեզ անիծողներին, բարիք արեք ձեզ ատողներին եւ աղոթք արեք ձեզ չարչարողների ու հալածողների համար։ Ինչու՞։ Որ երբ որ հանձնեք այս քննությունը, ինչ որակի հավաստանիշ կստանաք դուք, հաջորդ խոսքը նայենք, որպիսի որդիները լինեք ձեր հոր։ Հետ եղել է, որ երբ որ երեխեդ մի լավ բան է անում, նայում ես, ասում ես, իսկը պապայի տղեն է, հետո որ վատ բան է անում, մաման է ասում, հոր պտուղն է։ Բայց երբ որ իմ աղոթքը սա է, որ այնպես ապրեմ, որ հայրը երկնքից նայ ու ասի պապայի պտուղը, պապայի տղեն է, իմ նման վարվեց ինքը, որպեսզի որդիներ լինեք ձեր հոր։ Մեզ բարիք անողներին սիրելը շատ հեշտ է, շատ հեշտ է։ Կամ մարդիկ կան, որոնց սիրելը շատ հեշտ է, Արտակին ու Քարոլին սիրելը, որ բան էլ չանես, սիրվում են իրանք, չէ։ Հակոբին, Հրաչին սիրելը շատ հեշտ է, Վազգենին սիրելը շատ դժվար է, բայց մարդիկ կան, որոնց հեշտ չի իրանք սիրելը, եւ մեր քննությունը հենց այստեղ պիտի հանձնենք։ Ոչ թե քեզ սիրողներին սիրես, այլ քեզ ատողներին սիրես։ Դրա համար ուշադիր եղեք այս եկող շաբաթ։ Շատ հնարավոր է Աստված ձեզ տանի քննասենյակ եւ առերեսի ձեզ ատողների հետ, ձեզ անիծողների հետ։ Արդյոք քննությունը հանձնած դուրս կգաս, թե գլխիկոր դուրս կգաս լսելով լիկվիդ, մնացիր նույն դասարանում, թե կտեղափոխվես մեկ այլ դասարան։ Վերջին օրերում գրված է, որ շատ հավատացյալների սերը կսառի։ Ինչու այնտեղ հավատացյալ բառը գրած չի, բայց ինչու եմ ես համոզված, որ հավատացյալների մասին է, որովհետև Հիսուսն օգտագործում է ագապե բառը, որը միայն աստվածային սեր է, որին միայն հավատացյալներն ունեն Սուրբ Հոգու միջոցով փրված է մեր սրտերի մեջ, գրված է Հռոմեացիների 5-ում։ Անհավատը չունի այդ սերը։ Վերջին օրերում շատերի ագապե սերը կսառի։ Ոչ թե կատեն ուղակի մարդիկ իրար թեպետ այդպես էլ է գրված, բայց անտարբեր կլինեն իրար հանդեպ։ Շատ հավատացյալների սերը կսառի, պարտադիր չի, որ իրար ատեն, բայց սառը կլինեն։ Երբ որ մեկի սերը սառում է, ինքն էլ է սառում, չէ՞։ Քո իր վերաբերմունքն էլ է սառում կամ քո վերաբերմունքը։ Անգամ գրված է, որ հավատքը սիրով է գործում։ Առանց սիրով չի կարող գործել։ Դու կարող ես սարեր շարժել, ինչ որտեղ կարող է դա Պողոս առաքյալն ասել, եթե հավատքել ունենամ, սարեր շարժելու, կարող ես լեզուներ խոսել, կարող ես մարգարյանալ, կարող ես գիտություն ունենալ, գիրքը անգիր իմանալ, դևերել հանել, հրաշքներ գործել, անգամ բարեգործությամբ զբաղվել, բայց սեր չունենաս։ Կասեք հնարավոր է այդպիսի բան։ Այո, հնարավոր է, երբ որ մարդիկ բարեգործությամբ են զբաղվում, ոչ թե դիմացինի հանդեպ սեր ունենալով, այլ իրար սիրելու համար եւ ուրիշներին սիրել տալու համար իրանց։ Պողոս առաքյալն ասում է, եթե դա անես, բայց սեր չունենաս, չի ասում լավ չի։ Չի ասում վատ է, ասում է ոչինչ ես։ Սա է Աստծո գնահատականը, դու ոչինչ ես։ Հավատացեք, մեզ կարող ասեն ավանակ, հիմար, ինչ կարող ասեն։ Այդքան չնեղվենք, բայց երբ որ մեկը ասի դու ոչնչություն ես, դա ծանր մեղադրանք է։ Որովհետև ավանակը էլի մի բան իրանց ներկայացնում է, բայց ոչնչություն, բայց պատկերացնում եք Աստված մի օր ասի, դու ոչինչ ես։ Մենք հայերս երբեմն ինչ ենք ասում, ոչինչ, 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 բայց դա ինչ է նշանակում, դա այդ ոչինչը չի։ Այսինքն
դու արժեք չունես, դու կշիռ չունես, քո սար շարժելը, լեզուներ խոսելը, մարգարեանալը, դև հանելը, հրաշքներ գործելը քո արժեքը չբարձրացրեց։ Դու մնացիր նույն էժանը, որովհետև քո հավատքը եւ քո սերը քննությանը չդիմացան եւ հալվեցին։ Ուրեմն սիրո քննություն սերը դրսևորվում է հարաբերությունների եւ վերաբերմունքի մեջ։ Ճիշտ է։ Սերը պիտի դրսևորվի, ճիշտ է թե չէ։ Դու չես կարող մեկին ծածուկ սիրել, այսինքն կարող ես, բայց պիտի արտահայտես, որովհետև կտանջվես։ Օրինակ ես չեմ ուզենա իմ կինը ինձ ծածուկ սիրի։ Ինձ պետք չի դա։ Ես կուզեմ իմ կինը ինձ բացայց սիրի։ Եվ ես էլ դա վայելեմ։ Բայց դուք չես կարող դա ծածուկ պահել, դա պիտի դրսևորվի հարաբերությունների մեջ, վերաբերմունքի մեջ։ Եվ սիրո քննությունն այն մարդու հետ չէ, ում հեշտ է սիրելը, երբեմն դա ամենապրոբլեմատիկ մարդը կարող է լինել քո կյանքում, ով ամենաշատն է գուցե քեզ ցավեցրել, օրինակ քո կիսուրը, օրինակ քո հարսը։ Կիսուրներ, ես էլ ասեմ, որ բալանս լինի, էլի, կռիվ չլինի հանկարծ։ Կամ հարևանը, կամ բարեկամը, որի հետ դու անհաշտ ես։ Աստված ասում է, մինչև քննությունը չհանձնես քո կիսուրի մոտ, կամ քո հարսի մոտ, դու մյուս դասարան չես տեղափոխվի։ Տեր ջան կլինի հարևանի կիսուրի մոտ հանձնեմ, չէ, քո կիսուրի։ Եվ կիսուրներն ասացին, տեսեք։ Եվ մի բան էլ ասեմ ու անցնենք առաջ այս սիրո քննության մեջ։ Սերը, ես ցածր ասեմ, որ շատերը չիմանան այդ մասին։ Ժողովուրդ, սերը առաջինը զգացմունք չի։ Սերը որոշում է։ Սերը կամքի դրսևորում է։ Բայց զգացմունք ուր մնաց, երբ որ որոշումը կայացնես, զգացմունքը կգա։ Երրորդ քննությունը, հեշտ անցանք են երկուսի, հիմա երրորդը։ Սատանային հանձնարարությունը ժողովուրդ գրեք։ Երրորդ քննությունը, ես ձեզ հուշում եմ, հետո էլ ձերը չեմ պարապելու։ Երրորդ քննություն, առատաձեռնության քննություն։ Առատաձեռնության քննություն։ Երբ տալիս ես առանց ակնկալիքի։ Գաղատացիներ 6:9-10 Պողոս առաքյալն ասում է բարիք գործելուց չձանձրանաք։ Մեկ այլ տեղ գրված է չհոգնեք, որովհետև իր ժամանակին կհնձեք։ Ես սիրում եմ այս իր ժամանակ բառը, ամեն բան իր ժամանակ ունի, քույրեր եղբայրներ։ Իր ժամանակին կհնձեք, եթե չթուլանաք։ Շարունակությունը Ուրեմն, քանի դեռ ժամանակ ունենք ժամանակ շատ քիչ, բարիք անենք ում, այդպես է չէ, բոլորին, բայց ինքան սիրում եմ ես մանավանդ բառը, մանավանդ հավատի ընտանիքի անդամներին, մանավանդ, այսինքն առաջնահերթ, քո տան անդամներին, քո հավատակիցներին, քո քույրերին եւ եղբայրներին բարիք արա, առատաձեռն եղիր, որովհետև ժամանակին կհնձես։ Քույրեր եղբայրներ, առատաձեռնությունը նյութական կարողության խնդիր չէ, սրտի կամեցողության խնդիր է։ Այնպես չի, որ դու ասես, ես չունեմ, ես հարուստ չեմ, ես հազիվ ինձ եմ բավարարում, դա սրտի դիրք է, սրտի կամեցողություն է։ Երկրորդ Կորինթացիների 8-ում 1-2 Պողոս առաքյալը գովում էր մակեդոնացիներին եւ ասում էր. «Արդ եղբայրներ, ձեզ տեղեկացնում ենք Աստծո շնորհի մասին, որ տրված է Մակեդոնիայի եկեղեցիներին»։ Աստված այդ շնորհը մեր եկեղեցուն էլ տա։ Եվ առատ տա, որովհետեւ դա շնորհ է, քույրեր եղբայրներ, չունեցար անշնորհ կլինես։ Որովհետև նրանց կրած նեղության և մեծ փորձության մեջ, հնարավոր է հավատացյալը նեղություն ու փորձություն կրի, ուրախությունը անսահման եղավ։ Ախր չի համատեղում այս խոսքերը, նեղություն, փորձություն, հետո ուրախություն, հնել անսահման ուրախություն։ Երբ առաջացավ այդ ուրախությունը, երբ որ ծանր աղքատության մեջ, դուք այս բառերը տեսեք, ոչ թե աղքատություն, այլ ծանր աղքատություն։ Նրանք շատ, նորից այս գերադրական բառերը մի հատ տեսեք,
Ոչ թե առատաձեռն, այլ շատ։ Արդեն առատաձեռն բառի մեջ առատը արդեն գերադրական բառ է։ Շատ առատաձեռն եղան։ Մի հատ նայ քո ձեռքերին։ Այդպիսին են քո ձեռքերը, այս ձեռքերը։ Տեր իմ ձեռքերը առատաձեռն դարձրու։ Շատ առատաձեռն եղան։ Սա քննություն է։ Առատաձեռնությունը հատկապես նեղության մեջ հավատքի ամենախորը դրսևորումներից մեկն է, որ ցույց է տալիս քո ներսում կա այդ հավատքը թե չէ, ոչ թե տալավել ցուկից, այլ զոհաբերել։ Ես ուզում եմ մի պատմություն հիմա կարդամ, սիրելիներ, այս քննության հետ կապված մի ընտանիք ինչպես հանձնեց այս քննությունը։ Պատմությունը գիտեմ, բայց ուզում եմ կարդամ որպես նամակ իրենց կողմից։ Էդի Օգան անունով մի քույր է գրել այս նամակը։ Ասում է, ես երբեք չեմ մոռանա 1946 թվականի Սուրբ Զատիկը։ Այն ժամանակ ես 14 տարեկան էի, քույրիկս 12 եւ մեծ քույրս Դարլենը 16 տարեկան։ Մենք ապրում էինք մորս հետ եւ 4-ով առօրյա կյանքում զգացել էինք ինչ է նշանակում շատ բանի պակասը։ Հայրս մահացել էր 5 տարի առաջ, թողնելով մորս 7 դպրոցական երեխաներով առանց որևէ ֆինանսական հնարավորության։ 1946-ին մեծ քույրերս արդեն ամուսնացած էին, եղբայրներս մեծացել ու տնից հեռու էին, եւ Սուրբ Զատիկից մի ամիս առաջ եկեղեցու հովիվը հայտարարեց, որ որոշել է հատուկ նվիրատվություն կազմակերպել աղքատ ընտանիքի համար, որը եկեղեցուց է լինելու։ Մի աղքատ ընտանիքի համար։ Նա խնդրեց, որ բոլորն իրենց կարողության չափով ուրախ սրտով ու առատաձեռնությամբ նվիրատվություն հավաքեն մեկ ամսվա ընթացքում եւ զատկական կիրակին բերեն եկեղեցի։ Երբ վերադարձանք տուն, մենք խորհեցինք, ինչ կարող ենք անել։ Որոշեցինք գնել 50 ֆուտ կարտոֆիլ, 50 ֆուտ կարտոֆիլը երևի մի 20 կիլո կլինի, մի ամբողջ ամիս ապրել միայն դրանով։ Այսպես կկարողանայինք խնայել $20, իհարկե $20 40-ական թվականներին շատ ավելի մեծ գումար էր, մեր սննդի գումարից զոհաբերության համար։ Նաև մտածեցինք, որ չօգտվենք էլեկտրական հոսանքից եւ չլսենք ռադիո, որ ավելի գումար խնայենք հանգանակության համար մեկ ամիս։ Դարլինը արեց բազմաթիվ տնային գործեր, իսկ ես ու մյուս քույրս օրավարձով երեխա ենք պահում, 15 սենթով, գնեցինք բրդե կծիկ եւ կարեցինք բաժակամաններ, բաժակների համար ամաններ, վաճառելով յուրաքանչյուրը $1. Այսպես մենք վաստակեցինք $20։ Այդ ամիսը դարձավ մեր կյանքի ամենահիանալի ամիսներից մեկը։ Մեր յուրաքանչյուր օրվա վերջում հաշվում էինք, որքան գումար ունենք, ամեն օր հաշվում են ինչքան են բերել, որ այդ ընտանիքին նվեր տան։ Մութ երեկոյան նստում էինք ու զրուցում, թե ինչպես կուրախանա այդ աղքատ ընտանիքը, ում համար եկեղեցին գումար կհավաքի։ Եկեղեցին մոտ 80 անդամ ուներ, ու մենք մտածում ենք, որ ինչ գումար մենք հավաքենք, արդյունքում եկեղեցու զոհաբերությունը 20 անգամ ավելի շատ կլինի, քան մեր հավաքած գումարը։ Ամեն կիրակի հովիվը հիշեցնում էր նախապես գումար խնայեք զոհաբերության համար։ Սուրբ Զատկից մեկ օր առաջ քույրս ու ես գնացինք խանութ եւ խնդրեցինք մենեջերին խոշորացնել մեր մանրադրամները։ 3 թարմ $20 եւ 1 $10 թղթեր ստանալու համար։ Թղթե դրամ։ Մենք ամբողջ ճանապարհը վազեցինք տուն ցույց տալու համար մայրիկին եւ Դարլենին։ Ես երբեք այդքան գումար չէի տեսել։ Այդ գիշեր այնքան ոգևորված էինք, որ չենք կարողանում քնել։ Չհուզեց մեզ այն, որ Զատկի համար նոր հագուստ չէինք առել։ Ուրախ էինք, որ հավաքել էինք $70 զոհաբերության համար։ Անհամբեր սպասեցինք կիրակին։ Այդ առավոտ անձրև էր գալիս։ Մենք անձրևանոց չունեինք, իսկ եկեղեցին գտնվում էր մեր տնից ավելի քան 1 մղոն հեռավորության վրա, բայց դա մեզ չէր հուզում։ Դարլինի կոշիկի մեջ կարտոնների կոտրվածքների պատճառով նրա ոտքերը թացացան, քանի որ կոշիկները ծակ էին, սակայն մենք անտրտունջ տեղ հասանք։ Ես լսեցի, թե պատանի աղջիկները ինչպես էին քննարկում, որ մենք հին զգեստներով էինք եկեղեցի եկել։ Ես ամենևին չտխրեցի, քանզի գիտեի, թե ինչի համար էր դա այդպես։
Զոհաբերության պահի ժամանակ մենք նստած էինք երկրորդ շարքում։ Մայրս դրեց $10, իսկ մենք երեխաներին յուրաքանչյուրին տվեցինք $20։ Եկեղեցուց հետո տուն վերադառնալիս մենք ամբողջ ճանապարհին երգում էինք։ Ճաշի ժամանակ մայրիկը մեզ համար անակնկալ էր պատրաստել, նա 12 ձու էր գնել, իսկ մենք մեր տապակած կարտոֆիլի հետ խաշել էինք զատկական ձուն։ Կեսօրին հովիվը մեքենայով մոտեցավ։ Մայրիկը մոտեցավ դռանը, մի պահ խոսեց նրա հետ, ապա վերադարձավ ձեռքին ծրարով։ Մենք հարցրինք, թե ինչ է դա, բայց նա ոչ մի բառ չասաց, բացեց ծրարը և դրանից մի կույտ փող ընկավ։ Այնտեղ կային 3 ճռճռան $20 որոնք մենք էինք գցել, 1 $10 և 17 $1 թղթադրամներ։ Մայրիկը փողը դրեց ծրարի մեջ, մենք չխոսեցինք, պարզապես նստեցինք և հատակին նայեցինք։ Մենք միլիոնատերերից վերածվել էինք խեղճ մի կույտի։ Մտածում էինք, որ իրանք այդքան հարուստ են, որ կարող են այդքան զոհաբերություն անել։ Մենք երեխաներս այնքան երջանիկ կյանք ունեինք, որ կարեկցում էինք նրանց, ովքեր ծնողներ չունեին և չունեին տուն լի եղբայրներով ու քույրերով, ինչպես նաև անընդհատ այցելող այլ երեխաներով։ Մենք կարծում էինք, որ զվարճալի է կիսվել սպասքով և տեսնել, թե այդ գիշեր գթալը կամ պատառաքաղը ում կհասնի։ Մենք 2 դանակ ունեինք, որոնք փոխանցում էինք նրանց, ովքեր կարիք ունեին։ Գիտեի, որ մենք շատ բաներ չունեինք, որոնք ուրիշներն ունեին, բայց երբեք չէի մտածել, որ աղքատ էինք։ Այդ զատկի օրը ես իմացա, որ աղքատ ենք։ Հոգևորականը մեզ փող էր բերել աղքատ ընտանիքի համար, այնպես որ մենք պետք է որ աղքատ լինեինք։ Ուրեմն մենք ենք այդ աղքատ ընտանիքը եկեղեցու։ Ինձ դուր չէր գալիս աղքատ լինելը։ Ես նայեցի իմ զգեստին և մաշված կոշիկներին և այնքան ամաչեցի։ Նույնիսկ չէի ուզում եկեղեցի վերադառնալ։ Այնտեղ բոլորը հավանաբար արդեն գիտեին, որ մենք ենք այդ աղքատ ընտանիքը։ Ես մտածեցի դպրոցի մասին։ Ես 9-րդ դասարանում էի և 100-ից ավել աշակերտներից բաղկացած դասարանի լավագույն աշակերտուհին էի։ Մտածում էի, թե արդյոք դպրոցի երեխաները գիտեին, որ մենք աղքատ ենք։ Ես որոշեցի, որ կարող եմ թողնել դպրոցը, քանի որ ավարտել էի 8-րդ դասարանը, այդ ժամանակ օրենքը պահանջում էր միայն դա։ Մենք երկար ժամանակ լուռ նստեցինք, հետո մթնեց և մենք պառկեցինք քնելու։ Այդ գիշեր, այդ ամբողջ շաբաթ մենք աղջիկներս գնում էինք դպրոց և տուն վերադառնում և ոչ ոք չէր խոսում։ Վերջապես շաբաթ օրը մայրիկս հարցրեց, թե ինչ ենք ուզում անել այդ գումարով։ Ինչ էին անում աղքատ մարդիկ փողով։ Մենք չգիտեինք։ Մենք երբեք չգիտեինք, որ աղքատ էինք։ Մենք չէինք ուզում կիրակի օրը եկեղեցի գնալ, բայց մայրիկս ասաց, որ պետք է գնանք։ Չնայած արևոտ օր էր, մենք ճանապարհին չխոսեցինք։ Մայրիկը սկսեց երգել, բայց ոչ ոք չմիացավ, և նա երգեց միայն մեկ տուն։ Եկեղեցում մենք մի միսիոներ էինք հյուրընկալել։ Նա պատմում էր, թե ինչպես են Աֆրիկայի եկեղեցիները ժողովարաններ կառուցում արևի տակ չորացրած աղյուսներից, բայց նրանց փող էր պետք տանիքներ գնելու համար։ Նա ասաց $100 կարելի է տանիք դնել եկեղեցու վրա։ Հոգևորականը ասաց, միթե մենք բոլորս չենք կարող զոհաբերություններ անել այս աղքատ մարդկանց օգնելու համար։ Մենք նայեցինք միմյանց և ժպտացինք ողջ շաբաթվա ընթացքում առաջին անգամ։ Մայրիկս ձեռքը մտցրեց դրամապանակի մեջ և հանեց ծրարը։ Նա այն տվեց Դարլինին, Դարլինը տվեց ինձ, ես Օսիին, Օսին այն դրեց գանձանակի մեջ։ Երբ նվիրատվությունը հաշվվեց, հովիվը հայտարարեց, որ այն մի փոքր ավել է, քան $100։ Միսիոները հուզված էր։ Նա չէր սպասում այդքան մեծ նվիրատվություն մեր փոքրիկ եկեղեցուց։ Նա ասաց, այս եկեղեցին պետք է որ հարուստ եկեղեցի լինի, հնարավոր է այստեղ շատերը հարուստ են։ Հանկարծ մենք հասկացանք, այդ հարուստը մենք էինք։ Մենք այդ մի փոքր ավել, քան $100-ից $87 մենք էինք տվել։ Մենք եկեղեցու ամենահարուստ ընտանիքն էինք։ Միթե միսիոները չէր ասել դա։ Այդ օրվանից ես այլևս երբեք աղքատ չեմ եղել։
Ես միշտ հիշել եմ, թե որքան հարուստ եմ, որովհետև ունեմ Հիսուսին։ Ամեն։ Սա առատաձեռնության քննություններ, քույրեր, եղբայրներ։ Այս ընտանիքը հանձնեց, Տեր, տուր, որ ես էլ հանձնեմ այս քննությունը։ Չորրորդ քննությունը հետևյալն է, չդառնանալու քննություն։ Եկեք մի հատ թվարկենք, առաջինը հավատքի, հետո սիրո, հետո առատաձեռնության, հետո չդառնանալու։ Երբ կյանքը դառն է, բայց դու մնում ես քաղցր։ Մատթեոս 11:6-ում Հիսուսն ասաց. երանի նրան, ով ինձանով չի գայթակղվի, կամ ինձանից չի գայթակղվի։ Գայթակղվի, այսինքն վրդովվի, ըմբոստանա, հակառակվի, դառնանա, վշտանա իմ դեմ։ Երբ են մարդիկ գայթակղվում, ում ասաց Հիսուս այս խոսքերը, որ պարագայում, երբ որ Հովանես Մկրտիչը կարծես իր սպասելիքները չիրականացան, նա բանտում էր, բայց Հիսուսը նրան չայցելեց։ Եվ աշակերտները եկան եւ ասացին Հիսուս, բայց Հովանեսը բանտում է։ Եվ հարց ուղարկել, կարողա դու չես Մեսիան, արդյոք դու ես, թե ուրիշին սպասենք։ Երանի նրան, ով ինձանից չի գայթակղվի, չի դառնանա։ Մենք կարող ենք շատ սպասելիքներ ունենալ Աստծուց եւ մտածել, որ մատուցողի պես պիտի բերի եւ մեզ մատուցի, բայց Աստված իր ժամանակներն ունի, իր մեթոդներն ունի եւ երանի նրան, ով Աստծուց չի գայթակղվի, չի դառնանա։ Եվ անգամ մարկանցից էլ, երբ որ դու ունես սպասելիքներ եւ չի իրականանում, բայց դու չես դառնանում։ Դու կարող ես տխրել միառժամանակ, վշտանալ, բայց թույլ չտալ, որ վիշտը քեզ դառնացնի։ Սա դառնության քննությունն է մեր հարաբերությունների մեջ։ Մի անձնավորություն ասեց, եւ ես շատ հուզվեցի, որ կորցրել էր իր զավակին պատերազմի մեջ, եւ նրա բարեկամը ասեց, դու դեռ հավատում ես Աստծուն, այսքանից հետո դու հավատում ես Աստծուն, որ թույլ տվես քո կյանքում նման դառը վիշտ գար։ Պատասխանից ես ցնցվեցի, որ լսեցի, ասեց, եթե հավատքս միայն լավ օրերի համար լիներ, ապա դա հավատք չէ, այլ շահամոլություն։ Իմ հավատքը ինձ պետք է նաև վատ օրերի մեջ, առավել եւս։ Ուրեմն չդառնանալու քննություն։ Հինգերորդը երկրպագության քննություն, որ պիտի հանձնենք, քույրեր, եղբայրներ, երկրպագության քննություն։ Հիշում եք երեք պատանիներին Սեդրակ, Միսակ, Աբեդնագով եւ թագավորը, որ ասաց, բացի ինձանից, բացի իմ արձանից, ոչ մեկին չպետք է երկրպագեք։ Ես կարծում եմ, այս տղեկը հայ լինեին, ճարպկություն կանեին։ Կասեն, մենք ձևական, էլի, ես ձևական, մի հատ ծնկի կգանք, բայց ես խաչուփաչ կանենք, ես մեր մատը, կամ էլ լեզուն կկծենք։ Դե հիմա ով պիտի իմանա։ Բայց Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը նրանք այդպիսին չէին, նրանք ոնց ներսում էին, տենց դրսում էին։ Նրանք չէին խաղում։ Եվ ասեն, մենք բացի մեր Տեր Աստծուց ոչ մեկին չենք երկրպագելու, որովհետև գրված է միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես։ Երկրպագության քննություն, երբ երկրպագությունը փորձվում է կրակով, ոչ թե ցրտով միայն, այլև կրակով։ Հիմա այսօր, երբ որ առավոտյան անձրև եկավ Աբովյանում, մտածում եմ, այս անձրևը լավ քննություն է։ Կարող ոմանք այս քննությունը հանձնեն, կարող ոմանք չհանձնեն, բայց ամեն դեպքում կրակի քննություն։ Ինչ էր սպասում իրենց կրակի հնոցը, բայց ինչ արեցին իրենք կրակի մեջ երկրպագեցին Աստծուն։ Քույրս, եղբայրս, եթե դու երկրպագու ես, հրակայուն ես։ Հրակայուն ես։ Որտե մի կրակ կա քո մեջ, որը չի թողի, որ օտար կրակները քեզ մաշեցնեն եւ սպառեն, դա երկրպագության կրակն է։ Եվ երկրպագողը պալատում էլ կերկրպագի, կրակի հնոցի մեջ էլ կերկրպագի։ Ամեն պայմաններում կերկրպագի։ Մյուսը Դանիելը, եթե Սեդրակ, Միսակ, Աբեդնագովը քննությունը հանձնեցին կրակի հնոցում, Դանիելը քննությունը հանձնեց առյուծների գուբի մեջ։ Եվ այնտեղ հանձնեց իր աղոթքի եւ երկրպագության, պաշտամունքի քննությունը։ Եվ շատ հետարքիր անցավ այդ քննությունը, այդ գիշեր, առյուծների հետ միասին Տիրոջը երկրպագել, գուբի մեջ,
Պատկերացնում եք, եթե դու երկրպագու ես, ուրեմն դա մի տեսակ է, որ կրակը չի կարող վառել, այռուցը չի կարող իրեն կուլ տալ։ Ահա ճշմարիտ երկրպագուի դերը։ Եվ վերջինը Հիսուսի քննությունը երկրպագության անապատում։ Հիշում եք, եթե Սեդրակ, Աբեդնագովը եւ Միսակը կրակի հենոցում էին, Դանիելը այռուցների գուբի մեջ էր, Հիսուսը անապատում 40 օր ծոմապահության մեջ հյուծված։ Դե լավ, դե ամեն բան կտամ քեզ, մարդ չի տեսնի, մի հատ ընկի ինձ երկրպագի ինչ կլինի։ Գրված է, միայն քո Տեր Աստծուն պիտի երկրպագես։ Եվ նրանք հանձնեցին այս քննությունը։ Ցավոք սրտի շատ անգամ մենք սայթաքում ենք այստեղ։ Առանց այռուցների, առանց կրակի, ինչ որ մի փոքրիկ փուշ, որ մտնում է մեր մատը, մի փոքրիկ նեղություն, եւ մենք երկրպագուից վերածվում ենք գազանի, ամբոստի, դառնացածի, վշտացածի։ Նախավերջի քննությունը հավատարմության քննությունն է, հավատարմության։ Երբ ոչ ոք չի տեսնում, բայց դու հավատարիմ ես քո գործին, քո կոչմանը։ Մատթեոս 25:21-ում ասում է. «Եվ նրա Տերը նրան ասաց. լավ, բարի եւ հավատարիմ ծառա, քանի որ դու քչի մեջ հավատարիմ եղար, քչի մեջ լինել հավատարիմ, քչով գոհանալ, բավարար համարել, բայց այդպես չի մնալու։ Երբ որ դու քիչը համարում ես բավարար, Աստված կգա եւ գիտես ինչ կասի, սա անբավարար է։ Բայց երբ որ Աստված քեզ քիչը տալիս ու ասում ես անբավարար է, Աստված ասում է էդ էլա քեզ շատ։ Որ գրված է այդպես, ով որ չունի, ու ունեցածն էլ իր ձեռից կառնվի։ Այո, քանի որ քչի մեջ հավատարիմ եղար։ Այս քննությունը ինչքան են տապալում մարդիկ։ Ես ես մի գաղտնիք ասեմ իմ կյանքի փորձառությունից։ Նախքան եմ, որ Աստված ուզենա տա իմ սրտի ուզածը կամ իմ չափը, իմ ուզած չափով, մի փոքրիկ բան կարա տա ինձ։ Ես կարող եմ վերցնեմ, ես երկու ընտրություն ունեմ, նայեմ ասեմ, ես ինչա։ Ինձ վիրավորում ես դու, բայց կարող եմ վերցնեմ եւ փայփայեմ եւ ասեմ շնորհակալ եմ Տեր։ Այնքան շնորհակալ եմ եւ Աստված ասում է կատակեր։ Ես քեզ իրական փորձում էի, ես մեծ ունեմ քեզ տալու, իսկական ունեմ քեզ տալու։ Եվ սա ես տեսել եմ իմ կյանքում։ Ես տեսել եմ եւ Աստված գործում է այդպես նաեւ։ Եվ քո կյանքում էլ կարող է այդպես լինել, եթե քչով ուրախանաս, Աստված շատը կտա քեզ։ Հավատարմության քննություն։ Ինչ ես անում, երբ ոչ ոք չի նկատում քո ծառայությունը, չի գնահատում, չի տեսնում, քո աղոթքներին պատասխան չկա, սպասելիքները չեն իրականանում։ Եթե շարունակես հավատարիմ մնալ, վարձ կստանաս։ Եվ ցավալի մի բան ասեմ, մարկության պատմությունը չի տեսել այսքան շատ անհավատարիմ տղամարդիկ ու կանայք, որքան 21-րդ դարի մարկությունն է։ Չի տեսել։ Մենք միշտ մտածում ենք, մենք պահպանողական ազգ ենք, բայց ներողություն, բաներ կա չեմ կարող բացահայտել, բայց ի պաշտոնե շատ բաներից եմ տեղյակ, որքան դավաճանություններ են լինում մեր միջավայրում, եւ որքան շատ, եւ որքան կեղծ է մեր հասարակությունը եւ մեր մշակույթը, անհավատարիմ տղամարդիկ, անհավատարիմ ամուսիններ, անհավատարիմ կանայք, անհավատարիմ հովիվներ, անհավատարիմ քարոզիչներ, անհավատարիմ պետական գործիչներ, անհավատարիմ ամեն ուրեք, մարդիկ անհավատարիմ իրենց կոչմանը, անհավատարիմ Աստծուն, բայց հավատարիմ Աստված։ Եվ Հիսուսն ասաց, հետարքիր էր Հիսուսի հարցադրումը, երբ որ մարդու որդին վերադառնա, արդյոք հավատ կգտնի, բայց դա հավատքը, այդ փրկարար հավատքի մասին չէր խոսքը, հավատարմություն, ռուսերեն վերնս բառն է, արդյոք հավատարմություն կգտնի երկրի վրա, արդյոք այդ նեղություններից հետո կդիմանան հավատացյալները եւ հավատարիմ կմնան, թե չէ։ Քուրեր եղբայրներ, հավատացյալ բառը միայն չի նշանակում հավատում եմ դրա համար հավատացյալ եմ։ Իրական հավատացյալը նա է, ով հավատարիմ է։ Հավատարիմ եմ դրա համար հավատացյալ եմ։ Եվ վերջին քննությունը
սրբության քննություն։ Երբ որ դու մենակ ես, երբ որ դու ունես ամեն առիթ, բայց Աստծո դեմ չես մեղանչում։ Հովսեփ փագագծերի մեջ հիշում եք, ինչ ասաց Ծննդոց 39-ում ասաց, այդ մեղքը, ինչպես գործեմ այդ մեծ չարիքը եւ մեղանչեմ իմ Աստծո դեմ։ Մենակ էր, ամեն առիթ ուներ։ Եք ամենածանր մեղքերը մենակ ժամանակ է մարդը գործում։ Երբ որ ինքը մտածում է ոչ մի իրեն չի տեսնում, բայց մենք Աստծո առաջ ենք։ Մեր կյանքն Աստծո առաջ է։ Սրբությունը փորձում է ոչ թե ամբիոնների հետևում եւ ոչ թե եկեղեցու նստարանների վրա։ Սրբությունը փորձվում է, երբ որ դու մենակ ես, քո աշխատավայրում, քո սենյակում, օտար քաղաքում, որտեղ ոչ ոք քեզ չի ճանաչում։ Դու ես գայթակղությունը եւ Աստված։ Եվ հիշում եք ինչ արեցի Հովսեփը, փախավ։ Տեղեր կա, որտեղ մենք չպետք է մնանք, պիտի փախնենք։ Եվ Հովսեփը փրկեց ոչ միայն իր պատիվը, այլև պահեց իր կոչումը, իր սրբությունը եւ իր ապագան։ Հիմա ավարտին ուզում եմ հետեւյալը քաջալերել բոլորիս։ Ձեզ տխուր նստած ենք բոլորս։ Հայ բալքեմ ինչ ալնելու, մեծ իմ քննությունը ինչ ալինելու։ Աստված չի ուզում, որ քո հավատքը զուտ բիժուտերիա լինի։ Աստված ուզում է, որ քո հավատքը ոսկուց արժեքավոր լինի, թրծված ոսկի։ Հետևաբար թույլ կտա քո կյանքի մեջ քննություն, որպեսզի դու դուրս գաս, որպեսզի քո միջից դուրս գային ինչը մարդկային է, օտար տարերը, չէ, վատը եւ մնա աստվածային մաքուր ոսկին։ Մնա այն ինչ Աստծուց է։ Հետևաբար քրիստոնյան մաքրվում է ոչ միայն աղոթքով, այլև փորձությամբ, լռությամբ, սպասումների մեջ, հիասթափությունների մեջ եւ հաղթությունների մեջ։ Սա մաքրում է մեզ։ Ոչ միայն գնանք Հովվի աղոթի ազատագրվեմ ես, այլև մեկ ուրիշ բան կա, որ աղոթքով չի անցնի։ Դու պետքա կրակով անցնես, որ դա քո միջից դուրս գա։ Դևը դուրս կգա աղոթքով քո միջից, բայց դու քո էությունը, քո հիմ բնավորությունը աղոթքով չի գնա, ժողովուրդ ջան, ես փորձել եմ։ Այս 30-քանի տարին վրա փորձում եմ, չի աշխատում դա։ Ուրիշների վրա փորձում եմ, չի աշխատում։ Բայց կա կրակ, որի միջով եթե անցնես դու ուրիշ մարդ կդառնաս, քո պրոբը, քո հարգը կբարձրանա։ Շատ քննություններից կարող ենք խոսալ, ժամանակ չունենք, ես կավարտեմ։ Բայց ուզում եմ նաև հավելում, որպես ավելացնեմ, տանը մտածեք դրա մասին, խոնարհության քննություն։ Երբ մարդուն դուր է գալի փառքը, քննությունը տապալում է խոնարհության, բնավորության քննություն։ Երբ մարդը ճգնաժամի մեջ հենց այդ ժամանակ է դրսևորվում, երևում իր բնավորությունը։ Իսկ դա ամենակարևոր բանն է։ Ուզում եմ այս պատմությամբ ավարտել։ Չարլզ Սպերջենն է գրում իր գրքի մեջ։ Մի հովվի մասին ումաններ Մեթյու Վիլքս, եւ այդ մեթոդը մնաց աստվածաբանության մեջ որպես Մեթյու Վիլքսի մեթոդ։ Ասում եմ մի երիտասարդ ուզում է հովի միսիոներ դառնալ, գնում է իր հովվի մոտ եւ ասում է ուզում եմ միսիոներ դառնալ, ասում է խնդիր չկա, բայց պետք է գնաս ավակ հովիվ Մեթյուի մոտ, Մեթյու Վիլքսի մոտ, ինքն է որ որակավորում քեզ պիտի տա երաշխավորագիր գրի, որ քեզ ուղարկեն միսիոներության։ Շատ բարի։ Գնում է Մեթյու Վիլքսի մոտ հանդիպելու, ասում է երիտասարդ, հիմա հարմար չի։ Գնա վաղը կգաս առավոտյան ժամը 6-ին մենք կխոսենք իրար հետ։ Այս երիտասարդը ուրիշ քաղաքից է, տրանսպորտ չկար այդ ժամին, բայց պետքա 6-ին լինեմ գրասենյակում հովվի, եւ նա առավոտյան շուտ արթնանում է ժամը 4-ին, հագնվում է, ճանապարհ է դուրս գալի, ժամը 6-ին ուղիղ հասնում է հովվի դռան մոտ, դուռը թակում է, այնտեղ մարդ չկա։ Հովը 3 ժամ ուշ է գալիս։ Հետո երբ որ 3 ժամ ուշ է գալիս, հովը կանչում է իրան, ասում է՝ «Արի երիտասարդ, ինչ կրթությունն ես»։ Ասում է՝ «Դե միջնակարգ»։ Շատ բարի միջնակարգ կրթությունն ես։ Դե կարող ես ասել կատու բառը տառերով բաժանել։ Ինչ ասում ես մարդը, բայց ասում է կատու։ Կ A T U։ Դե հիմա ասա շուն բառը։ Շ U N։ Ահա։ Լավա երիտասարդ։ Հետո ասա, դե ասա 2 անգամ 2 ինչ անում։ Ասում է 4։
շատ ճիշտ է երիտասարդ։ Եվ հետո ինքը երաշխավորագիր է գրում, ուղարկում է Հովվին։ Եվ հետևյալն է գրում. ես ամբողջ հոգով երաշխավորում եմ այս երիտասարդին։ Ես մանրակրկիտ քննել ու ստուգել եմ նրա բնավորությունը։ Նա գերազանց է հանձնել բնավորության քննությունը։ Շատերն են այս քննությունից կտրվում։ Ես փորձել եմ նրա ինքնամերժումը, ստիպելով նրան առավոտյան վաղ արթնանալ ու գալ իմ գրասենյակ, երբ որ ես այնտեղ չէի։ Ես փորձել եմ նրա խոնարհությունը, որովհետև ստիպեցի նրան ժամեր սպասել եւ նա չտրտնջաց, չըմբոստացավ։ Ես փորձեցի նաև նրա հեզությունը, նա կարողանում է կատու բառը բաժանել տառերի եւ շուն բառը տառերով ասել։ Եվ չնեղվեց ամենևին, երբ որ նրան հեգնեցի։ Նա անգամ գիտի, որ 2 անգամ 2 հավասար է 4-ի։ Նա հիասքանչ միսիոներ կլինի։ Հիմա ավարտեմ այս պատմության մեկ այլ։ Սա Սպերջենն է գրում իր փորձից։ Ասում եմ մեկ այլ անգամ իմ սեմինարիա մի երիտասարդ եկավ, շատ ինքնագոհ, ինքնավստահ, մեծամիտ։ Ասեց ես ուզում եմ ընդունվեմ ձեր սեմինարիայում սովորեմ։ Ասի երիտասարդ, իսկ ինչու համար ես ուզում ընդունվես եւ սովորես։ Ասեց դե ես հանճարեղ երիտասարդ եմ, ինձ փայլուն կարիերա է սպասում եւ մարդիկ պիտի իմանան ես Սպերջենի աշակերտն եմ եղել եւ դա ինձ համար շատ մեծ օգուտ կլինի իմ կարիերայի համար։ Ես գրքեր եմ կարդացել, ես կիրթ եմ, դրա համար ես պիտի սովորեմ ձեր սեմինարիայում։ Սպերջենը քննեց նրան եւ հետեւյալը գրեց. երիտասարդ, դու այնքան սարսափելի խելացի ես, որ ես քեզ վիրավորած կլինեմ, եթե ընդունեմ մեր սեմինարիան, որտեղ բավականին հասարակ մարդիկ են սովորում, գիտնականներ, ուսուցիչներ, ուսանողներ։ Բոլոր այս մարդիկ միջակ կարողությունների տեր մարդիկ են, իսկ դուք խիստ կստորացնեք ձեզ ընդունվելով մեր միջավայր։ Քննությունը կտրեց այդ երիտասարդը բնավորության, մեծամտության պատճառով։ Քույրեր եղբայրներ, այս շաբաթ եկող շաբաթ քննության շաբաթ է։ Հուլիսը մենք հայտարարել ենք հավատքի ամիս, չէ՞։ Բայց կարող ենք ուրախանանք հավատքի ամիս, տրտմեցնեմ ձեզ, հավատքի քննության ամիս է լինելու շատերիս համար։ Ուրեմն լիկվիդ չմնանք։